կուզենայի ասել, որ հիմնական խնդիրը Արմավիա ընկերության եւ Զվարթնոց օդանավակայանի միջև սկսվեց նրանից, որ Զվարթնոց օդանավակայանի գները շատ բարձր են ու այդ իսկ պատճառով Արմավիա ավիաընկերությունը հրաժարվեց թռիչքներ կատարել անցյալ շաբաթ մեկ օր, որպեսզի մենք կարողանանք գանք նրան, որ գները իջեցվեն։ Արմավիայի առաջի իսկ պահանջն է գների իջեցումը, որովհետև եթե ավիաընկերությունը կատարում է չվերթներ, բայց аэропորտը տալիս է շատ բարձր գներ, իհարկե մեր համար դա դառնում է դժվար իրականացնել այդ չվերթները։ Օրինակի համար ձեզ ասեմ, որ մեր օդանավակայանը տալիս է այն գները, որը ոչ մի այլ օդանավակայան աշխարհի տարբեր երկրներում մեզ չի տրամադրում։ Նկատի ունեմ, բոլոր օդանավակայանները տալիս են ավելի ցածր գներ։ Երևանում ուղևորի սպասարկումը аэропորտում արժի 20 եվրո պլյուս 2 եվրո security charge ունի, նույն Վրաստանը տալիս է մեր համար 12 եվրո, իսկ իր ազգային փոխադրողի համար 4 եվրո։ Մենք վարում ենք այո բանակցություններ եւ պահանջը այն է, որ գները պետք է իջեցվեն։ Եթե գները չեն իջեցվում օդանավակայանի կողմից, ապա մենք չվերթներ չենք կատարելու։ Գոյություն ունի օրինակ թռիչք վայրեջք, որը հիմնական շատ մեծ ծախսն է, որը կրում է ավիաընկերությունը ցանկացած թռիչք վայրեջքի համար։ Մեր օդանավակայանում դա կազմում է 11.6 եվրո թռիչք պլյուս վայրեջք։ Դա բազմապատկվում է օդանավի տոննաժի վրա։ Իսկ օրինակ նույն Մոսկվայի օդանավակայանը մեզ տալիս է գին 6 եվրո, թռիչք պլյուս վայրեջք։ Դուք արդեն տեսնում եք ինչ ահռելի տարբերություն է երկու օդանավակայանների միջև։ Եթե բացասական լինի պատասխանը, Արմավիա ավիաընկերությունը շուկայից դուրս է գալի։ Արմավիա ավիաընկերությունը չի ուզում լինել մենաշնոր, երբ որ հարցը դրվում է, որ մենք մենաշնորային դիրքում ենք, ոչ, դա տենց չի, որովհետև եթե մենք ունենք պարիտետներ, то есть այլ ավիաընկերություններ, որոնք թռնում են ուղղություններով, արդեն իսկ դուրս է գալի, որ մենք մենաշնորային դիրքում չենք։ Եվ Արմավիա ավիաընկերությունը բացարձակ չի ուզում լինի մենաշնորային դիրքում, առավել եւս, որ մեր այսպես կոչված մենաշնորային դիրքի համար մենք տարեկան պետությանը վճարում ենք $1 միլիոն։